Պարոն Քոչարյան, անվտանգության հանձնաժողովը եւ պաշտպանության դուք ավելի վաղ հայտնել եք, որ թիմի հետ քննարկում ունենաք, շուտ տենց բաներ մի արեք, էլի հարց եմ հնչեցնում, մատնել լսում եմ։ Թիմի հետ քննարկում ունենաք, եթե դուք չանցնեք, չեք առաջադրվի։ Ուզում եմ հասկանալ Ճիշտ չմեկնաբանեցիք իմ ասածները։ Լավ, դուք պատասխանելու ընթացքում շատ հստակ ասել եմ, թե որ ձևաչափի դեպքում, եթե առաջադրում լինի եւ ինձ առաջադրեմ, ոնց որ նախկինում ա եղել, այդ ժամանակ բնականաբար ես իմ կարծիքը կհնչեցնեմ։ Բայց քանի որ կուսակցությունը պետք է որոշեր եւ առաջադրման խնդիրը մի քիչ այլ ձևաչափով էր, ես որոշում կայացրեցի եւ իրացրեցի այդ որոշումը չառաջադրվել։ Եվ դա շատ նորմալ էր։ Եվ վերջին աշխով 8 տարի ես եկալ եմ այս հանձնաժողովը եւ հանձնաժողովը 8 տարվա ընթացքում բավականին մեծ արդյունք է ցույց տվել, բավական է քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը եւ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Եվ կարծում եմ, որ հանձնաժողովը այդ առումով շատ հաջողել է եւ հուսով եմ, որ նոր հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի նոր կազմով իր առջև դրված օրենսդրական խնդիրները նաեւ ոչ Ես արդեն առաջադրվել եմ պետաիրավական հանձնաժողովի որպես Դուք այդ ոլորտում ավելի այսպես Չէ, ես այն ոլորտում էլ ված չեմ, որովհետև մի մոռացեք, որ պետաիրավական հանձնաժողովի տիրույթում է գտնվում քննչական մարմինները, զեկույցները, գլխավոր դատախազի համապատասխան մարմինների զեկույցները եւ նաեւ նրանք ըստ էության առնչվում են նաեւ անվտանգային խնդիրներին, որտեղ իմ փորձառությունը շատ օգտակար կլինի, վերջանում երկ ուներ։ Ես փոխում եմ սլաքները։ Հիմա նոր իրողություն է, նոր դիրքում կարծում եմ նոր խոսք պետք է բերել որը էլի առնչվելու է մեր երկրի անվտանգության։ Պարոն Քոչարյան, այսինքն մտավախություն, որ դուք միշտ իրավապահ մարմիններին քննադատել եք, որ ճիշտ չեն աշխատել, ճիշտ ուղղությամբ չեն աշխատել։ Արտահայտվեցի։ Իրավապահ մարմինները ես ժամանակին ղեկավարել եմ։ Այո։ Հետագայում նաև իրենց հետ համագործակցության արդյունքում վերջի 8 տարին մենք ցույց ենք տվել բավականին բարձր արդյունքներ թե օրենսդրական դաշտում, թե նրանց վերահսկողական ֆունկցիաների, մեր վերահսկողական ֆունկցիաները էֆեկտիվ իրացնելու տեսանկյունից։ Պարոն Քոչարյան, այսինքն դուք մտավախություն ունեք, դուք նաև ամբողջից բան Քոչարյան, բազմաթիվ անգամ ասել եք, ինչու գործը այս ընթացքով չի գնում, ինչու այսպես չի ստացվում, բազմաթիվ հոկտեմբերի 27-ի գործը բոլոր գործերով։ Դա դատախազի տարեկան զեկույցի ընթացքում բարբերաբար ասել եմ եւ իմ ասածը ըստ էության, եթե նկատել եք, նաեւ ունեցել է հետևանք։ Մի մոռացեք, որ վերաբացվեց Արծրուն Մարգարյանի սպանության գործը, Խորխորնու սպանության գործը, դրանք նախկինում փորձ էր արվում ոչ միայն համապատասխան մարմինների կողմից անտեսեն դրանց բացահայտումը, որտեղ այնտեղ շահագրգիռ մարդիկ կային, որոնց ձեռ չէր տալի այդ բացահայտումները եւ նրանք նաեւ գլխավոր դատախազության աջակցությամբ այն ժամանակ աղվան Գառնիկիչի թեթև ձեռքով այդ գործերը փորձ էին անում, կարային լրիվ այլ մարդկանց վրա կամ այլ ուղղություն տային դրանց։ Բնականաբար նաև հոկտեմբերի 27-ին ես գտնում եմ, որ ունի հնարավորություն բացահայտման լիարժեք եւ այդ հնարավորությունը մենք պետքա իրացնենք, որտեղ վկաներ կան, որոնց վկայությունները շատ կօգնեն այդ բացահայտմանը։ Օրինակ, Ալիկ Հարությունյան, Ալեքսանդր Հարությունյան, ճիշտ եմ ասում, 7 տարի դա այդ առումով, բացահայտման առումով, երբ որ թարմ հետքով չես կարողանում գնաս, որտեղ նախկինում այդ հետքերը փորձել են շեղեն։ Նույն հոկտեմբերի 27-ի գործով։ Ուր է Ուզունյանը։ Դատաքննությամբ չկա Ուզունյանը։ Ուզունյանը չկա։ Ուզունյանը լքեց պարոն Քոչարյան երկիրը։ Ազգային անվտանգության ծառայության ով էր ղեկավարում։ Դրանք հարցեր են, որ նախաքննական մարմինը դեռ ունի հնարավորություն, որպեսզի 2000 թվականից հետո ուզում ասեմ առանց քաղաքական աջակցության, քաղաքական իշխանության աջակցության նման գործերը հնարավոր չի այսպես շարժել իրենց ուզած կեղծ ուղղություններով։ Այդ առումով ես կարծում եմ, որ նաև իմ հանրային ելույթը